Բարի երեկո։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայից, որը վերաբերում է ժողովրդի առողջությանը, որը վտանգված է այսօր Հայաստանում թե օդի կեղտոտվածությամբ եւ հիմա էլ սննդի տերոր, սննդային տերորը, առողջապահական տերորը, որը բնականաբար մարդկանց կյանքի իրավունքին վտանգ է սպառնում եւ առողջությանը։ Մեր կազմակերպությունը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գտնում եմ եւ դա միայն չեմ գտնում, որ մարդու ապրելու իրավունքը եւ առողջ ապրելու իրավունքի երաշխավորը եւս պետությունն է։ Այսօր խոսքը գնալու է 3 կազմակերպության մասին, որից երկուսը ապրում են մեր աշխատավարձներով, այսինքն սպառողի աշխատավարձներով, դա Երեմյան Products, Երևան Projects կազմակերպությունն է եւ Էվրիկա սուպերմարկետների ցանցը, ինչպես նաեւ պետական մեկ մարմնի, որը կոչվում է սննդի անվտանգության տեսչության վերահսկողության այդ մարմին, տեսչական մարմինը, ՍԱՏՄ-ն, որը մեր հարկերով պահվում է եւ որը պետք է լինի մեր օգտագործած սննդի, այսինքն ժողովրդի օգտագործած սննդի որակի երաշխավորը, առնվազն, որ մարդը գնելուց որևէ սպառողական ապրանք սննդամթերք չի թունավորվելու, չի ձեռք բերելու տարատեսակ ցուպիկներ եւ ի վերջո չի մահանալու։ Խնդիրը կայանում է նրանում, որ օրեր առաջ արդեն տեղադրվել էր նյութը, հեսա ես ցույց կտամ ինչի մասին է խոսքը եւ ոչ մենակ տարան, այլ տարայի պարունակությունը, եւ ի զարմանս ինձ քար լռություն, քար անտարբերություն կամ այս կազմակերպություններ ունեն որոշակի երաշխիքներ պետության կողմից, միգուցե քաղաքական երաշխիքներ, որ վերջիներիս վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվելու։ Մենք բնականաբար դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, քանի որ իրավապահ մարմինները եւս պետք է լինեն մեր առողջ ապրելու երաշխիք, այսինքն որ մենք չենք թունավորվելու։ Ես էլ օդի թունավորման մասին չեմ խոսում։ Ինչի մասին է գնում խոսքը։ Խոսքը գնում է Երեմյան Products-ի արտադրված 25-11 մածնի մասին, ինչպես նաև 27-11 քամած մածուն եւ թթվասեր, դե հիմա չէի բերելու շարեմ, բայց բոլորը բնականաբար պահված է։ Այն երկուսի միջի բաղադրությունը բացառապես անհայտ էր։ Սրա բաղադրությունը բնականաբար ցույց կտամ, թե ինչի մասին է խոսքը։ Եվ սրա վերաբերյալ ես գրառում եմ արել Facebook-յան իմեջում, թե ինչ է կատարվում եւ ինչն է առիթ հանդիսացել, որպեսզի ես տեղադրեմ, դա եղել է ամսի 28-ին, եթե չեմ սխալվում, կարծեմ, ամսի 29-ին, որովհետեւ տվյալ սննդամթերքը, ինչպես նաև թթվասերն ու քամած մածունը ձեռք էր բերվել Էվրիկա սուպերմարկետից ուշ երեկոյան եւ հենց նույն օրն էլ այդ նույն սննդամթերքը իջեցվել էր նույն խանութ, այսինքն ձեռք բերել, եթե մեկ ասի նայեք նորից չձեռք բերեք, նախ ուրեմն տեսողական անալիզներ սպառողը պարտավոր չի անել եւ երկրորդը եղել է առաքում, այսինքն դրա պատասխանատուն նաև սուպերմարկետն է, որտեղ առաքելուց առաջ նայում են թե ինչ սնունդ են առաքում, չեմ կարծում, որ իրենց սուպերմարկետների սեփականատիրոջը Թեմուր Ուսուբովին նման մթերք կարող են իրենք մատակարարել, առավել եւս չեմ կարծում, որ Երեմյան Products-ի սեփականատերերը իրենք օգտագործելու են, չնայած մենք բոլորին հրավիրում ենք թե Թեմուր Ուսուբովին մեծ սիրով, թե Երեմյան Projects-ի, չգիտեմ ով էր դրանց ղեկավարը, որպեսզի իրենց տան գթալներն առնեն, չնայած սա գթալով չի, սա սոսկայով կամ բաժակով խմելիք է, եւ գան այստեղ իրենց ընտանիքի, իրենց բալիկների, իրենց մամաների, պապաների եւ հարազատների հետ, որոնք որևէ կերպ չեն տարբերվում, խտրական մոտեցում չպետք է լինի ցանկացած սպառողից։ Ես ուրեմն առավոտյան ամսի 29-ի առավոտյան ընդհանրապես Facebook-ը բացել էի իմեջը, որպեսզի գրառում կատարեմ եւ ինչ որ մի խումբ իրեր, չգիտեմ ինչ խմբի գրառում եկավ ինձ, որ ինչ որ մեկը գնել էր եւս թթվասեր,
Երեմյանի եւ մեջը կապտավուն ինչ որ զանգվածներ էր նկարած։ Բնականաբար հասկանալ ու նույն օրվա արտադրության էր 25-ին։ Բնականաբար հասկանալով որ փաստացի միայն ես չեմ այդ գնորդը եղել, ես կիսվել եմ իմ էջում, բայց հետո պարզ է արդեն ինչ տարատեսակ ճնշումներով այն մի գրառումը վերածվել է, ես չճնշվող եմ, ինձ մենակ սնդիկի սյունն է ճնշում ոնց որ բոլորին։ Այլ ճնշումներ իմ նկատմամբ չի կարող լինել, որտեվ զինված եմ այս մածնի տարայով։ Եվ իմ գրառումը մնաց։ Իմ գրառմանը հետ միասին նույն օրը ես տեսնում եմ գրառում Երեմյան product-ից, հա, Երեմյան project-ից, որտեղ գրում են հարգելի Մարինա Պողոսյան, շնորհակալություն գրառման համար, ցավում ենք ձեզ պատճառված անհանգստության համար, խնդրում ենք անձնական նամակով տրամադրել հեռախոսի համար, հետադարձ կապի համար, նաև խնդրում ենք պահպանվել ձեզ մոտ գտնվող արտադրանքը եւ տրամադրել մեզ ստուգման համար։ Սա եղել է ամսի 29-ին, աշունը, այսօր ձմեռ է արդեն Երևանում եւ ամենացավալին նա է, որ ինչի այսօր եթերը, որտեվ դեռ այսօր այս արտադրանքը պահպանման ժամկետի մեջ է։ Այսինքն այս Երեմյան projects-ներ, products-ներ, դուք ուրիշ բան ու գործ չունեք, գրում եք, հետո մտածում եք, որ ես պետքա գրեի, որ ես դա նետել եմ, ու երբ որ ես տակը պատասխանում եմ, որ ինձ համար ցավալ պետք չի, դուք ձեր համար ցավացեք, որտեվ դուք անպիտան սնունդով թունավորում եք ազգը, ձեր համար ցավացեք, ոնց էր դրանց տնօրեն էր, չգիտեմ, project-ի ղեկավար էր, չեմ էլ հիշում դրա անունը, ուրա դա։ Դավիթ Երեմյան, դու քո համար ցավա։ Եվ եթե Երեմյան product-ից նման բան են գրում, լավ, 1 օր, 2 օր, 3 օր սպասեցինք, սակայն Երեմյան product-ը հասկանալով որ արտադրանքը գտնվում է ինձ մոտ, որևէ մեկը չեկավ ասեց տանենք այս արտադրանքը լաբորատոր ստուգման, Տիկին Պողոսյան, դու սուտ ես ասում, մեր արտադրանքը լավն է։ Սա չեմ ուզում ավելի վատ բառերով ասեմ, բայց դուք գիտեք թե դուք ինչ եք մատակարարել ժողովրդին։ Եվ նման, երբ որ գրում եք նման գրառումներ եք կատարում եւ գրառման տակը հանրային նշվել է թե որտեղ է գտնվում տվյալ արտադրանքը, Երեմյան product-ի ցավացող, չգիտեմ, Տիկին օրիորդ պատանի տղամարդ, գայիք դա վերցնեք, բայց դուք վստահ եք, դուք գիտեք թե դա ինչա լինելու։ Բացի դրանից այստեղ մեկ այլ բան եմ ուզում ասեմ, որ ինձ համար գիտեք ինչա, ուղղակի ծիծաղալի է, որ Երևան project-ի պես տենց մեծ կազմակերպությունը, որը երևի կկարողանա ինքը պատասխանել, վարձում է որոշակի ֆեյքերի բանակ, իդեմս ոմն Աննա Գալստյան սրան մենակ հանեցին մնացածը, որովհետև գրված էր աշխատավայրը, իբրև որը աշխատում է Opera Suite հոթելում որպես մենեջեր, բնականաբար այնտեղ նման մարդ չկա աշխատող, եւ նայեք սա էս իբրև Linguistic University after Valery Brusov ավարտած graduated person-ը ինձ ինչա գրում է այսինչ ուղղորդված ու խորթված ալիք է Երեմյանների դեմ, ահա որ է նորմալ մի արտադրող կա նենց արեք, որ ինքն էլ չլինի այս ազգը մենակ աթի փոշու հույսին, ուրեմն Աստված ջանի, որ այս ազգը նախ քո տգետ գրածների հույսին մնա, հա, լատինատար խորթված Բրուսով ավարտած սուբյեկտ, երկրորդն էլ հարգելի պարոն Երեմյանի, չգիտեմ, Դավիթ Երեմյան, եթե պատասխաններ ունեք տալու, կարող եք ձեր դեմքով տալ, եթե կարող եք ձեր դեմքը պահել այս պարագայում, ձեր դեմքով տվեք, ոչ թե վարձեք տարատեսակ երկոտանիներ, որոնք ուխխոխովորթեն եւ ասեն։ Ուրեմն ոչ իման ուղղորդված չի ու ինձ ոչ մեկ չի կարողանում ուղղորդի, բնականաբար, որովհետեւ ես եմ սա առել, ես իմ առածի համար եմ այսօր ասում, իմ գնացի համար, Էվրիկա սուպերմարկետ, Թեմուր Ուսուդով, իդեպ, Էվրիկա սուպերմարկետում տեղյակ են եղել այս ամեն ինչից դեռ ամսի 28-ի երեկոյան, երբ առաքումից հետո ես չեմ զլացել, արտադրանքը իջեցրել եմ Էվրիկա սուպերմարկետ եւ ասել եմ թող ձեր տնօրինությունը կապ հաստատի, բայց երումա տնօրինությունը իր բարձունքից չի ուզում իջնի սպառողի մոտ ու փողով ինքը այսպես կոպեկները
տկ գնում է Էվրիկա սուպերմարկետի կասա, հետո Թեմուր Ուսուբովը տանում է իրանց տուն, ինկասացիա է անում։ Չի ուզել իջնի սպառողի մակարդակի, այդ դեպքում ես եմ ստիպված հարգելի Բրեմեն ջան բարձրանալ քո մակարդակին ու ասել, որ քո խանութը եւս պատասխանա տալու, առանց այդ էլ եթե խփեք Էվրիկա սուպերմարկետ լիքը բաներ կտեսնեք, հա, հարկային պարտավորություններից խուսափել եւ այլն, որը այս պայն ինչ չի հետաքրքրում, եւ չեմ կարծում, որ ձեզ մոտ ընդունված է, ես եզդիներին շատ եմ սիրում, շատ ընկերներ ունեմ, որ մարդ մտնի ձեր օջախ եւ դուք այդ մարդուն թունավորեք վատ կաթու մածունով։ Նամանավանդ խոսքը գնում է կաթու մածունի մասին, չի գնում, չգիտեմ, այնտեղ շոկոլադի մասին, որը ձեր համար հոգեհարազատ չի, որտեղ մենք տարիներով գիտենք, որ մեր եզդի եղբայրները գյուղատնտեսանասնա պահությամբ են զբաղվում եւ կաթի մածունի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն։ Էս էլ քեզ, պարոն Թեմուր Ուսուբով, իջի քո տեղից եւ արի տես քո խանութում ինչ են անում։ Սա կոռուպցիոն ռիսկեր է ակնհայտ, ինչի համար որ մենք խոսում ենք, որովհետեւ կամ այս տերորը այսինքն չի կարա, հա, մենակ անի Երեմյան պրոդակցը, այդ սուպերմարկետում մեկը ասի, հա դե հիմա վերցնողը ինչ իմանա, ես հեսա ցույց կտամ մի վարքյան ինչ իմանա, նայեք այստեղ ամսի 25-ա գրված, ես հեսա փորձեմ բացել այս տարան, նայեք ինչ ձենով է բացվում, հետաքրքիր է Թեմուր Ուսուբով եւ Դավիթ Երեմյան, դուք սենց մածուններ եք խմում, հա, նայեք, այստեղ մածուն էլ չի, ինչ որ ջուր է, անհասկանալի։ Հիմա եկեք, տարեք, ձեր տնեցիքին խմացրեք։ Տար խմացրա Թեմուր Ուսուբով, կխմացնես քո մամային, պապային, մնացածներին, Դավիթ Երեմյան, դուք ու բալիկները քո տիկինը շերեփով կխմեք սրանից, նայ, սա մածուն, հա։ Ու ինչ որ այնտեղ այդ խանութում երբ որ ցույց են տալի Էվրիկայի տահաս պուբլիկանից ասում է դե կարողա ցնցվելուց տենց հա դարել ուրեմն Թեմուր Ուսուբով մեր տունը խնոցի չկա Դավիթ Երեմյան առավել եւս տանը խնոցի չկա եւ սրանից մածնի հոտ էլ չի գալիս կրանյութի հոտ է գալիս կիր սրա մեջ ինչ է լցրած եւ որևէ խանութի, հա, վաճառող որ կասայով անցկացնում է, ինքը բնականաբար տեսնում է, որ մեջը ջուր է, ջուր, սպիտակ ներկած ջուր։ Ու դուք սա ուզում եք խմացնեք հայ ժողովրդին։ Եզդիները հայերի հետ տարիներով շատ լավ ապրել են։ Ես չեմ պատկերացնում, որ դուք թշնամանք ունեք հայ ժողովրդի նկատմամբ։ Չեմ պատկերացնում։ Դավիթ Երեմյան առավել եւս դու։ Հիմա ձեզնից կուզենամ պրծնեմ, որտեվ շատ հետաքրքիր սուբյեկտներ չեք։ Եվ այն որ ուղղորդված չեմ ոչ մի բանի, ոչ PR-ի կարիք ունեմ, ոչ ձեր 600 կամ 700 դրամի կամ թթվասերների մասին ես ինչ չբերեցի, որտեղ թթվասերը դի հոտ քաշեր, սա գոնե վիզուալ երևում էր թե մեջ ինչ սպիտակ ներկած ջուր ա լցրած, դրա համար եմ սա բերել, թթվասերը մեր տանն է, կարա գաք մեր տուն էլ, բայց ձեր գթալներով եկեք էլի, ես մեր տան գթալները չեմ տա, որ դուք հանգարց այդ թթվասերից փորձեք ուտել, որովհետև դրանից հետո պետք է ախտահանել այդ գթալները, ոչ թե ձեր ուտելուց հետո, այլ թթվասերի մեջ մտցնելուց թթվասեր եւ քամած մածուն կոչված մասայի։ Բացի դրանից ասածս ինչ է, երբ որ հրապարակում է եղել, բնականաբար նշվել է, հա, դե տեսնեք Երեմյանից այն տիկիներ, օրիորդեր, տղամարդեր, պատանիեր, որ գրել է եկեք, բերեք, մենք կզննենք, այսինքն սպասում եք մինչև պիտաներության ժամկետը անցնի նոր զննեք, դուք ավանտյուրիստ չեք, 600-ած սննդի օբյեկտ ունեք Երևանում, սննդի օբյեկտով եւ ունեցած գումարով չի մարդու որակը որոշվում, մարդու որակը այլ հատկանիշներով է որոշվում, եթե չգիտեք դրա մասին, եկեք մենք ձեզ սենց լիստովկաներ կբաժանենք, թե մարդու որակը ինչով է որոշվում։ Ու այսինչ ձեր մոտ բան է, հա, ինչ որ կոմպլեքսներ է, որ դուք վերին արտի ցորեններն եք, դուք ձեր ընտանիքով մի բան կարող եք օգտագործել, իսկ հայ ժողովուրդը մեկ այլ բան։ Չեք պատկերացնում, որ կարող է քամին փչի այլ ուղղությամբ, ձեր ուղղությամբ։ Ամոթ է, ուղղակի ամոթ ու նողկալի։ Նրա համար որպեսի չլներ այս եթերը, գրառում էլ եմ ասում արվելա շաբաթ օրը, այսօր 3 շաբթի է, ոչ սա նշվել է ՍԱՏՄ-ն, այդ տեսչական մարմինը եւ այդ արտադրողը եւ վաճառողը որևէ մեկից որևէ արձագանք չի ստացել, այսինքն դե մտածել հա դե լավ չի, հա դե շատ վատ է, ու դուք չեք պատկերացնում հələ ինչքան վատ է,
Եվ այդ բացի այդ fake ապուշ տահած կոմենտներից, բալա գոնե մի ընկերուհի չունենք նորմալ դեմքով մի հատ հայատար մի բան գրեր։ Ոչ հայերեն ա գրել, ոչ էլ եզդիներին բնորոշ ձևով ա գրել։ Բա հիմա ոնց հասկանանք այդ ձեր բանը։ Բացի դրանից, լիքը մեկնաբանություններ կա, ես կխնդրեմ մի քանի հատ ցույց տալ, որ այո, Երեմյանի յոգուրտից ա մեկի բալիկը թունավորվել եւ այդ կինը ասում է հիշում եք, չէ, այսինքն դիմել ա ձեզ։ Դուք չեք մոռացել, ձեզ գրել էի մի տարի առաջ իմ երեխան ոնց ա թունավորվել Երեմյանի յոգուրտից։ Ես Երեմյանի դեմ արշավ չեմ սկսում։ Ես արշավ եմ սկսել հանուն հայ ժողովրդի առողջության եւ հանուն իմ առողջության եւ այն որ ասում է я не общаюсь с кем попал и не ем что попало։ Եթե որևէ իմ համար այդ 600-700 դրամ հաշվեք բարեգործություն Երեմյան պրոդակցին, հաշվեք հանգանակություն, այդ թծվասերների ոչ մի 1000 քանի դրամը հաշվեք, որ ես հանգանակություն եմ արել ձեզ եւ Էվրիկա սուպերմարկետների ցանցին, կարող եք իմ կենացը խմել դրա համար։ Հիմա սրանք հələ արտադրողն է եւ վաճառողը։ Բայց մենք ունենք այստեղ մեկ այլ կառույց։ Տեսչությունը, սննդի անվտանգության տեսչական մարմինը։ Դե մեր պրակտիկայում ՍԱՏՄ-ն մեր համար հայտնի էր, որ ասենք իր ղեկավարներով, ասենք նախորդ ղեկավարը, որ եղել է Տիգրան Պետրոսյանից առաջ, Արմեն Դանելյանը ընդամենը 4 ամսում լափեց 6000 լիտր ավտոբենզինի կտրոն 10 միլիոն դրամի, ես մի րոպե Հես ասեմ 10 միլիոն 770 հազար դրամի 21396 լիտր բենզին։ Այսինքն պատկերացնեք ՍԱՏՄ տեսչական մարմնի ղեկավարը, ով որ եղել է այս Տիգրան Պետրոսյանից առաջ, մտածել է որ այդ տեսչական մարմինը բենզին խմելու համար է։ Արի ես մածունը խմի։ Այս մի տեսչական մարմնի ղեկավարը, որին երեք պահպանելով բոլոր կարգ ու կանոնը մտածելով որ դե կարող է իրանք շատ զբաղված են բենզինա բանա էսա այնա կարող է Facebook չեն մտել չնայած որ բոլորը ունեն մամլոխոսնակներ բոլորը տեսնում են նշվել է այդ բոլոր մարմինները բայց դե հասկանալով որ բազմազբաղ մարմին են երեք ես զանգահարել եմ թե Տիգրան Պետրոսյանի թե Հայկ Սարգսյանի եւ բնականաբար իրենք խորհրդակցության էին այդտեղ էլ այդ խորհրդակցությունը շատ երկար չավարտվեց երևի շատ խորը խորհրդակցություն էր Փառք Աստծո որ որևէ մեկը այդ խորհրդության տակ չի մնացել կարծում եմ ողջ առողջ չեն խորհրդակվել եւ այսօր այս պահը որևէ ես զանգ չեմ ստացել այնինչ սա սոս ահազանգ էր որտեվ նման լկտիություն այն որ ակնհայտ է երևում որ պետք չի լաբորատորիա տանել սա էլ ասեմ այս կառուցվածքի վերաբերյալ որին մենք մեր հարկերով ֆինանսավորում ենք որպեսզի ինքը ապահովի մեր առողջությունը նույն բանը գրված էր Երեմյան Կարաքի մասին եթե չեմ սխալվում ալա նայում էի ես մեկնաբանությունները չեմ հիշում եւ այնտեղ նույնիսկ վիդեո էր տրամադրած թե ոնց են կարակը հալելուց Երեմյանի կարակը մարդը տիկինը հալելա եւ ինչա դրանից ստացվել ես այդտեղ իմ համար Երեմյանը ընդհանրապես բացարձակապես անհետաքրքիր է եւ մի անասուն էլ ուրիշ բառով չեմ կարող ասել գրել էր որ ինչի է պայքարում Երեմյանի դեմ ես ԱՄՆ-ում եմ ապրում այդ զարգացած լոսի ապրողներից է էլի որ բրթի ճիպոտ են որ բուրթեն չփխում վերցե գնացել է լոս հիմա դարել է բան citizen կամ չ-citizen են Լուի Վիտոն գողացած բռնած կենթանիներից որ գրել է ինչ ա եղել որ ԱՄՆ-ում բառացի եմ կարդում ամեն օր սննդից լիքը մարդ է մեռնում Սա ինչ բարեմաղթանքներ անում հայ ազգին որ եթե ԱՄՆ-ում լիքը մարդ է մեռնում մենք այստեղ հանգիստ կարանք մեռնենք այ Լուի Վիտոն չգիտեմ ինչ էլի չեմ ուզում ոչ նորմատիվ լեքսիկայի անցնեմ դուք հասկանում եք մարդիկ այս ովքեր եք դուք վարձում որ ձեր համար մեկնաբանություններ գրեն որ մեկը ԱՄՆ-ից գրի որ ոչինչ այդտեղ ամեն օր խանութներում ասում լիքը ապրանք են այդ վերցնում կա բոլորը սկրին արած ու լիքը մարդ է մահանում ինչ ա եղել որ ոչ մի բան չի եղել անասուն բացարձակ գրողն է կինա բլոնդինկա է էլի երևի չգիտեմ որ մեկի տնկերուհին ա գրել
Բայց չեմ կարծում, որ ոչ Թեմուր Ուսուբովը, ոչ էլ այդ Դավիթ Երեմյանը այդ կլասի բլանդինկայի հույսին մնացած են։ Հիմա ասածս ինչ է, անհապաղ, նայ, անհապաղ պետքա ստուգումներ կատարվի, թե Էվրիկա սուպերմարկետում միգուցե եւ կարող է չգիտեմ Էվրիկային բացում են հետը ջուր են խառնում։ Կարա չէ՞ լինի։ Հիմա ստե դրած է Դավիթ Երեմյան։ Արի 4x4 121 բնակարան, դա մեր գրասենյակի աստենա գտալը հետը։ Գտալը չէ։ Բուտիլկան, ձեցկի կամ տենց մի բան, որ սա խմել լինի։ Արի, մի հատ փորձի տես եւ սրանից հետո անպատասխանատու մեսիջներ, որ Տիկին Պողոսյան ցավում ենք։ Դուք հələ ցավ չեք զգացել։ Եթե դուք ուզում եք մեր ժողովրդին թունավորել, հիմա ես ձեր այդ միակողմանին ինձ կարամ ձեզ ցավացնեմ, խռոնիկ, որ ցավի տակից դուրս չգաք։ Էդ ինչ է գրում ու փախնում, դուք ո մեն երեխեքից չի որ գալի դռան զանգը տալի փախնում են կամ զանգում ադբո են տալի։ Բա Դավիթ Երեմյան, քո աշխատակիցը Երեմյան Products-ից գրել է, որ պահեք գալիս ենք տանենք։ Ինչով է գալի։ Ցախավելով, օթով, ոտով, կրիայով, ինչով է գալու տանի։ Թեմուր Ուսուբով, քո աշխատակիցները քեզնից տենց վախեցած են, թե առն համարում, որ ես 4 օր սպասել եմ արձագանքի, ասել եմ մի հատ ձեր ղեկավարին ասեք, որ սենց բան է, թող պարզի, կարող է ձեր մոտ է դրած խնոցի, Երեմյանը բերում է կարաքը, հետո դուք դրանից խնոցիով կաթու մածուն եք ստանում, կամ մածունը բերում է այն մի ապուշը, որ ասում է աշխատող, ասում է կարող է ցնցել եք, կարող է մածունը ստանում եք, այնտեղ տես ցնցումների տակա, ցնցում են մածունը, հետո մեջը ջուր խառնում, Էվրիկա սուպերմարկետում, ու սենց ես իմ մի քիչ կիր են խառնում, կրի հոտը սպանում է մեջից, ու տալիս որ մարդիկ ուտեն, ես դուք ով եք դարել, ու ես ձեր արհամարանքը չեք մարսելու, ոչ թե սա արհամարանք է, այլ ամենաթողություն, որտեղ երևի որոշակի ստրուկտուրաներում կապերը կա։ Հիմա ես նոր նայում եմ, այդ նույն ՍԱՏՄ-ն Արզնի կաթի նկատմամբ կասեցրել է գործունեությունը եւ հենց նայեք ինչ է գրած։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում դա մոլդավական փողոցի վրա է։ Արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այսինքն, ուրեմն մենք դի սաղոր առած գանք տեսնենք վտանգավոր է թե չէ, այս դուք ում ծրագիրն եք իրականացնում, որ ժողովրդին թունավորեք։ Հա՞։ Ո՞վ եք դուք։ Ով եք դուք։ Մեկը առևտրական է, մյուսն էլ առևտրական, այն մեկն է պետական կառուցվածք է։ Այս ձեզ ինչ եղավ, որ դուք որոշել եք մեզ թունավորեք։ Ժողովուրդը նենց կթունավորի ձեզ, որ ձեր շերեփներն առած վազելով սահման կանցնեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, ամոթ ձեզ հարամը լինի այն փողը, որ ժողովուրդը տալիս է հարկի տեսքով ՍԱՏՄ պահելու համար եւ փողի տեսքով, որ Էվրիկան իր ընտանիքին պահի, Դավիթ Երեմյանն էլ իր ընտանիքին։ Չեք ամաչում դուք։ Մի բուռ ազգ ենք, առանց էդ էլ ծանր պայմաններում ապրող եւ խոսքը նորից եմ կրկնում, գնում է կատնամթերքի մասին, որը երեխաներն են օգտագործում։ Սա գիտեք, ինչ դիլիկատես չի, որ ասեմ դուրդ չի գալիս մի առ։ Մարդը ամեն օր օգտագործում է կատնաշոր, մածուն, կաթ, յոգուրտ եւ սա երեխաներն էլ են ուտում։ Այս ում պահանջն եք կատարում։ Ով է ձեզ իրավունք տվել մարդկանց թունավորելու, այ անպատկառներ։ Էլ բան չունեմ ձեզ ասելու, չնայած գիտեք ինչ, մեր ժողովուրդը գորտի ու անձրևի մասին լավ բան ունի, էլի, թե գորտին ինչ են անում, ասում է անձրև է գալիս։ Ինչ ասեմ, բումերանգի օրենքը որևէ մեկը չի չեղարկել եւ հեսա չեմ մոռանալու։ Ես շատ հետեւողական եմ։ Լավ մնացեք, եթե կկարողաք դուք։ Լավ մնացեք։ Եվ ցավացեք սրանից դու ձեր համար, ձեր ապրածի, ձեր աշխատածի, ձեր կերած, եթե շրջապատ ունեք, պետք է այդ մարդիկ առնվազն
Չասեմ այդ բառը, նենց անեն, որ դուք մտածեք, որ գորտի վրա անձրև եկավ, բայց ձեր երեսին։ Ստեսություն ձեզ։